Ես որոշել եմ այսօր ձեզ հետ խոսել ղևտական հին կտակարանից ղևտական գրքի մասին։ Հույսով եմ, որ բավարարված եւ հագեցած տուն կգնաք։ Ես մի քանի անգամ առիթներով զոհաբերության խոսքերի մեջ կամ ասենք ուրիշ խոսքերով մի քանի անգամ ասել եմ, որ հին կտակարանը ես շատ եմ սիրում եւ շատ հաճույքով եմ կարդում։ Երեք անգամ ամբողջ Սուրբ Գիրքը կարդացել եմ ամբողջովին, 4-րդ անգամը սկսեցի, բայց մի փոքր կարդալուց հետո հիվանդացա COVID-ով եւ այդ COVID-ից հետո ամբողջ Գիրքը չեմ կարդացել, բայց այսինքն ամեն անգամ մի հատվածի վրա եմ կենտրոնանում եւ դրանք եմ ուսումնասիրում։ Այս 3 անգամ էլ կարդալուց ես մեծ հաճույքով կարդում էի Ծննդոցը, Ելիցը, երբ գալիս հասնում էի ղևտականին, պարզապես թռուցիկ դրա վրայից անցնում էի։ Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ Սուրբ Գիրք կարդացողների 10%-ն է միայն ամբողջ Գիրքը կարդալուց հետո գալիս եւ կենտրոնանում ղևտականի վրա, որ մի հատ էլ կարդա ու հասկանա ինչ է ասում։ Մնացած 90%-ը ինպես թռուցիկ անցել են վրայից եւ չեն ուսումնասիրել։ Ինձ ոչ մի անգամ չի հետաքրքրել, ասենք թե ինչպիսի մանրամասնությամբ զոհաբերություն են պատրաստել կամ արել։ Կամ ասենք օրենքները, քահանաները ինչ պիտի հագնվեն, ինչ չպիտի հագնվեն, ինչ կարող ես ուտել, ինչ չես կարող ուտել։ Այնքան շատ օրենքներ կան, որ Աստված այն ժամանակ անապատների մեջ ապրելու ժամանակ հրեաների առաջ է դրել եւ ես միշտ մտածել եմ, որ դա այն ժամանակների համար է, երբ որ իրենք անապատներում վրանների տակ են ապրել եւ մտածել եմ, որ ոչ մի կապ կամ էլ ազդեցություն չունի ներկայիս, ասենք մեր ժամանակներում մեր կյանքերի վրա։ Դրա համար չեմ էլ ուսումնասիրել։ Սակայն ինչպես մենք միշտ ասում ենք, Սուրբ Գրքում ոչ մի ավելորդ կամ ժամկետանց բան չի գրված։ Հին կտակարանում ամեն մի գրվածը ի վերջո բերում է դեպի Հիսուսի կյանքը, մահը եւ հարությունը։ Եթե ուզում ենք հասկանանք ղևտական Գիրքը, մենք պետք է գնանք Սինա լեռը։ Այն ժամանակների մեջ, երբ որ Մովսեսը Իսրայելի ժողովրդին դուրս բերեց Եգիպտոսից եւ նրանք անապատի մեջ Սինա լեռան տակ, անապատի մեջ ապրում էին վրանների տակ։ Եվ այս ամենի մեջտեղում կանգնած է մի մարդ, մի մարգարե, մի միջնորդ։ Մի քանի խոսք Մովսեսի մասին։ Մովսեսը ծնվել է այն ժամանակներում, երբ որ փարաոնը հրաման տվեց Իսրայելի մինչև 2 տարեկան բոլոր երեխաներին սպանեն։ Եվ դա իհարկե Աստծո պլանների մեջ էր, որ Մովսեսը հայտնվեց կողովի մեջ, Նեղոս գետի մեջ եւ փարաոնի քույրը նրան վերցրեց եւ որդեգրեց։ Մովսեսը մեծացել է փարաոնի պալատում, սակայն երիտասարդ հասակում մի իսրայելացու օգնելու պատճառով նա սպանեց մի եգիպտացու եւ ինքը փախավ Մադիամի երկիրը եւ հենց այդտեղ էլ ուրեմն Աստված մորենու թփի միջից խոսեց Մովսեսի հետ եւ նրան ուղարկեց Եգիպտոս, որպեսզի 400 տարի ստրկության մեջ եղած իսրայելացիներին դուրս բերի Եգիպտոսից, փրկի։ Մովսեսը այդ ժամանակ դարձավ Աստծո ձայնը Իսրայելի ժողովրդի համար։ Ինքը բարձրացավ Սինա լեռը եւ այնտեղ Աստված նրան տվեց քարերի վրա տվեց հրամանները, ինչով որ պետք է ուղղություն վերցնի Իսրայելի ժողովուրդը։ Ուրեմն իր օրենքների մեջ Աստված ցույց էր տալիս ինչպես մոտենալ իրեն, ապրել իր հետ եւ դառնալ լույս շրջապատ ազգերի մեջ։ Մովսեսի դերը միջնորդի դեր էր, որը կանգնած էր մեղավոր ժողովրդի եւ Սուրբ Աստծո միջև։ Երբ ժողովուրդը ապստամբում էր, Մովսեսը գնում էր Աստծո մոտ եւ ողորմություն խնդրում, որպեսզի չպատժի ժողովրդին։ Իր միջոցով Աստված հայտնեց ժողովրդին ինչպես մոտենալ սրբությանը, ապրել Աստծո ներկայության մեջ։ Սակայն Մովսեսը ինքը կատարյալ չէր։ Եվ սա ցույց է տալիս, որ ոչ մի երկրային արարած չի կարող 100% կատարյալ լինել։
Մենք գիտենք, որ կատարյալը միայն Հիսուս Քրիստոսն էր։ Եվ Աստված Մովսեսի իհարկե միջոցով Իսրայելի ժողովրդին 40 տարի բերեց հասցրեց այն երկիրը, որ խոստացել էր, սակայն Մովսեսին իրավունք չտվեց մտնելու, որովհետև ինքը կատարյալ չէր, ինքը սահմանի մոտ մնաց։ Աստված Մովսեսին հրամայեց, որպեսզի մի վրանել իր համար կառուցեն եւ տապանակը դրվի այդ վրանի մեջը եւ ինքը ուզում էր ապրել իր ժողովրդի մեջ։ Հիմա մի երկու խոսք ասեմ, ես չեմ ուզում շատ խորանալ, որովհետև հետո կբացատրեմ ինչի համար, ուրեմն տապանակը կառուցված էր մանրակրկիտ ձևով, այդ գծված էր Աստծու կողմից, թե ինչպես պետք է լիներ։ Նա ուներ երկու գավիթ, ներքին գավիթ եւ արտաքին գավիթ։ Ուրեմն արտաքին գավիթը այնպիսին էր, որ ժողովրդի համար մատչելի լիներ։ Այսինքն ժողովուրդը, որ գալիս էր մեղքերի թողության, բերում էր իրենց զոհերը արտաքին գավթում, այդտեղ սպանվում էր, արյունը քսվում էր եւ այլն ուր պետք էր եւ ինքը մասնակից էր լինում հենց այդտեղ։ Սա այն տարածությունն էր, որը ասենք մեղքն էր հենց այդ տարածության մեջ։ Կառուցված էր բրոնզից, որպեսզի հեշտ լինի լվանալը, մաքրելը, հենց այստեղ է, որ ամեն ինչ առնչվում է մեղքի հետ, եւ սա հիշեցնում է մեզ, որ առանց մեղքերը մաքրելու ոչ մի անգամ դու չես կարող մոտենալ սրբությանը, Աստծուն։ Ներքին գավիթը արդեն տապանակներ դրված եւ այնտեղ միայն քահանայապետը կարող էր մտնել, այն էլ տարին մեկ անգամ, ոչ ոք իրավունք չուներ ներսի գավիթը մտնելու։ Այդ օրը, ասենք, քահանապետը զոհեր մատուցում իր եւ Իսրայելի բոլոր մեղքերի համար, ամբողջ տարվա կատարած մեղքերի համար եւ քավություն էր խնդրում։ Ուրեմն սա պարզապես մի ֆիզիկական շինություն չէր, այլ ներկայացնում էր երկնքում Աստծո գահը, ինչպես որ մենք հայտնության մեջ նկարագրված է եւ տեսնում ենք։ Ուրեմն այնտեղ այս երկու գավիթները բաժանված էին վարակույրով։ Պատկերացեք այդ գործած վարակույրեր, վարակույրի հաստությունը 4 ինչ, այնպիսի հաստ մեծ վարակույր եւ այս վարակույրը նրա համար էր, որ ժողովրդին բաժաներ սրբությունից։ Ժողովուրդը միջնորդի միջոցով, քահանայապետի միջոցով կարող էր, ասենք, Աստծուն մոտենալ։ Քահանաները միջնորդ էին Սուրբ Աստծո եւ մեղավոր ժողովրդի միջև։ Մատթեոս 27:51-ում ասվում է. «Եվ ահա տաճարի վարակույրն, երբ որ Հիսուսը մահացավ, ահա տաճարի վարակույրը երկու ճղվեցավ վերևիցը մինչև ցած, եւ երկինքը շարժունց եւ քարերը պատառվեցան»։ Իմ գիրքը բոլորովին տարբեր է, բայց մի կերպ կարդանք։ Հիսուսի մահով մենք գիտենք, որ պատրվեց այս վարակույրը, պատկերացեք, եւ այն պատրվեց վերևից ներքև ցույց տալու համար, որ սա մարդկային գործ չէր, այսինքն Աստծո միջոցով էր այդ հաստ վարակույրը վերևից պատրվեց, սա նշանակում էր, որ արդեն մարդ արարածը, մարդկությունը կարող էր ինքը Հիսուսի միջոցով, Հիսուսի մահվան միջոցով ուղղակի կապ ունենալ Աստծո հետ, միջնորդի պետքություն չուներ։ Նույնը առաջի Կորինթացի 6:19 մենք կարդում ենք. «Կամ թե չգիտեք, որ ձեր մարմինները Սուրբ Հոգու տաճար են, որ ձեզանում է, որ նրան Աստվածանից ունիք եւ ձերինը չեք»։ Ուրեմն սա տապանակի մասին է, այն ժամանակ տապանակը շարժական էր։ Իսրայելացիները ուր որ գնում էին, տապանակը իրենց հետ տանում էին, որպեսզի Աստծո ներկայությունը իրենց հետ լինի։ Սակայն Հիսուս Քրիստոսի մահից հետո քրիստոնյան Սուրբ Հոգով մկրտվելով տապանակը իր մեջն է, եւ սա է ասում Կորինթացին, եւ ուր էլ որ դու գնաս, տապանակը միշտ քո հետ է, որովհետեւ Սուրբ Հոգու միջոցով դու ունես Հիսուսին քո մեջ։ Իհարկե Աստծո ապրելը իր ժողովրդի մեջ շատ գեղեցիկ է, սակայն այնքան էլ հեշտ չէ Սուրբ Աստծո ներկայությամբ մեղավոր ժողովուրդը ապրի։ Մարդարարածը, որ մեղքի մեջ միշտ թաղված է, ոչ մի տեսակի մեղքով կամ անմաքրությամբ
չի կարող ինքը ներկայանալ Աստծուն։ Եվ Աստված Մովսեսին կանչեց եւ խոսեց նրա հետ ժողովի վրանից։ Եվ ինքը Աստված Մովսեսին հրահանգներ տվեց, թե ինչպես իր ժողովուրդը պետք է գա իր մոտ Աստծու առաջ, զոհեր մատուցի, փառաբանի իրեն, հարգանքի տուրք տա։ Աստված, որ ստեղծել է երկինք ու երկիր եւ ստեղծել է մարդ արարածին, ցանկանում է բնակվել ստրկությունից նոր ազատված մեղավոր ժողովրդի մեջ։ Հրաշալի է, սակայն մի խնդրեմ կա։ Աստված նման է մաքրամիտ եւ հզոր մի արեգակի։ Եթե դու առանց պաշտպանության շատ մոտենաս այդ արեգակին, անպայման այրվելու ես։ Ուրեմն Ղևտական գիրքը ժողովրդի համար անվտանգության ձեռնարկ է։ Այն ցույց է տալիս ինչպես դու կարող ես ապահով ձևով մոտենալ Աստծուն, լինել Աստծու ներկայության մեջ։ Ուրեմն այս Ղևտական գիրքը մի շատ լայնածավալ պատգամ է, որ ընդհանրապես ամեն մի բաժնի համար առանձին պատգամ են պատրաստում։ Ես այսօր այս բոլորը հավաքել եմ միտեղ, ընդհանրացրել եմ, խտացրել եմ, որպեսզի մի պատգամով կարողանամ ամբողջը ներկայացնեմ եւ ասենք շատ քիչ հատվածներ եմ բերել կարդալու, որ ձեզ էլ չձանձրացնեմ, ինչպես որ ես էի 3 անգամ ձանձրանում։ Եվ փորձում եմ ժամանակի մեջ իհարկե տեղավորվել։ Ուրեմն գիրքը հենց սկզբից սկսում է 5 տեսակի զոհաբերություններով։ Ես կխնդրեմ, որ բոլորդ էլ ուշադիր լինեք այս զոհաբերությունների վրա, որովհետև հետո անդրադառնալու ենք սրան։ Առաջինը հենց գիրքը սկսում է ողջակեզի զոհ, հենց առաջինը ողջակեզի զոհն է։ Մեղավորը պետք է բերի իր ունեցած կենդանիներից ամենամաքուրը, անարատը, իր ձեռքերը դնում է այդ կենդանու ճակատի վրա, ոչ թե ասենք ցույց տալով, որ դա իր կենդանին է, այլ ցույց տալով, որ այս կենդանին ներկայացնում է իրեն։ Եվ ինքը կենդանու վրա խոսում է իր բոլոր մեղքերը տալիս է այդ կենդանուն։ Եվ այս կենդանին ներկայացնում է իրեն, կենդանին պիտի զոհաբերվի իր համար, այս բերողի համար։ Ուրեմն եւ ինքը խոսելուց հետո արդեն քահանան շատ վարժ ձևով մորթում է կենդանուն, արյունը շաղ է տալիս արտաքին գավթում, կենդանուն մաշկելուց հետո կտորների են վերածում եւ նույնիսկ մորթին ու նրա փորոտիքը, քահանաները փորոտիքը լվանում են եւ ամբողջ կենդանին առանց մի մասնիկ առանձնացնելու դրվում է կրակի վրա, որպեսզի այրվի։ Ամբողջ կենդանին մոխիր է դառնում։ Սա ցույց է տալիս, որ այս մարդը, ով որ բերել էր այդ կենդանուն, ինքը ամբողջովին նվիրվում է, անմնացորդ նվիրվում է Աստծուն։ Երկրորդը հացի ընծան է։ Սա միակ զոհաբերությունն է, որ արյուն չկա, արյուն չի պահանջում։ Սա մեղքի հետ կապ չունեցող զոհաբերություն է, ցույց է տալիս, որ ամեն ինչ պատկանում է Աստծուն։ Եվ հողագործը իր գոհունակությունն է հայտնում առաջի բերքը բերելով Աստծուն հացի ընծան, ցույց տալով, որ մեր աշխատանքը, մեր ամեն ինչը գալիս է Աստծուց եւ մենք պետք է անդադար մեր գոհունակությունը հայտնենք ոչ միայն այն ժամանակ, երբ որ ամեն ինչ լավ է գնում մեզ համար, անդադար, որովհետեւ ամեն ինչ պատկանում է Տիրոջը։ Երրորդը խաղաղության զոհն է։ Սա մի յուրահատուկ զոհ է, առաջի զոհի նման զոհաբերողը բերում է կենդանուն, ձեռքերը դնում ճակատին, կենդանին մորթվում է, կենդանու մի մասը Աստծո համար զոհաբերվում է, մյուս մասը քահանաներին է տրվում, այս կենդանին ամբողջովին չի այրվում։ Երկրորդ մասը տրվում է քահանային, բայց կենդանու մեծ մասը մսի տալիս են զոհաբերողին։ Այս զոհաբերողը այդ կենդանուն տանում է իր վրանի մոտ, իր հարազատներով, իր հարևաններով, իր ընկերներով մեծ խնջույք են անում, ուտում են այդ միսը այդ օրը։ Սա ցույց է տալիս, որ Աստծո ցանկությունն է մեզ հետ ընկերակցել, մեզ հետ սեղան նստել, որովհետև իրենք Աստծո առաջ, իրենց շրջապատի մարդկանցով, հարևաններով ցնծում են, ուտում են այդ զոհի, Աստված էլ իրենց հետ ուրախությանը մասնակից է լինում։
Սրանից հետո գալիս է արդեն պարտադիր զոհաբերությունները, որոնք հասցեագրված են պրոբլեմներին, մեղքերին, որը միշտ էլ ժողովրդի առաջ է։ Ուրեմն չորրորդը անգիտակցաբար կատարված մեղքի զոհն է։ Մարդը չի ցանկացել մեղք գործել, սակայն ստացվել է, պատահում է անգիտակցաբար։ Գիտեք, կարևոր չի դա գիտակցաբար է կատարված, թե անգիտակցաբար է կատարված, նա պատնեշ է, մեղքը պատնեշ է մեղավոր մարդու և Աստծու միջև, և պետք է հասցեագրվի այդ մեղքը մինչև Աստծու ներկայության մեջ գնալը։ Այս զոհի արյունը թափվում էր մեղքերի թողության համար և մեզ սովորեցնում է, որ միայն արյունով կարելի է մեղքերը քավել, մաքրել մեր մեղքերը։ Հինգերորդը մեղքի զոհն է, այս զոհը այն է, որ ինչ որ ձևով խախտվել է Աստծո օրենքը, կամ ասենք իր գործողությամբ, կամ ասենք մեկին վնաս տալու միջոցով, գողություն է արել մեկից, կամ վիրավորել է ուրիշ մեկին և վնաս է պատճառել ուրիշ մի անձնավորությանը։ Եվ այս մարդը բերում է զոհը։ Հիմա, առաջի հերթին պայմանը նա է, որ դու չես կարող գալ Աստծու մոտ և Աստծուց ներողություն խնդրել։ Դու առաջին հերթին պետք է գնաս այն մարդու մոտ, ումը որ վիրավորել ես, նեղություն ես տվել, գողացել ես կամ վիրավոր ինչ որ եղել է կամ խաբել ես, առաջինը պետք է գնաս այդ մարդու մոտ, վճարես իրեն, ինչ որ տարել ես իրենից, ասենք գողացել ես կամ ասենք խաբել ես, պետք է իրեն վճարես, վրան էլ ավելացնես 5%, 20%-ը, և դրանից հետո այդ մարդուց ներողություն վերցնելուց հետո դու միայն կարող ես գալ Աստծու մոտ և Աստծուց քավություն վերցնել։ Սա էլ ուրիշ մի տեսակ զոհ է և առաջինը արդեն Աստված ցույց տվեց, որ մենք իհարկե պետք է այստեղ ցույց է տալիս, որ մեղքը այս մեղքի զոհը ցույց է տալիս, որ մենք պետք է առաջի հերթին վերականգնենք այն, ինչ վնասել ենք, կոտրել ենք, ապա թողություն ստանանք Աստծուց։ Աստծու օրենքը պահանջում է ամեն տեսակի մեղքը մաքրվի արյունով։ Եվ առաջի հերթին իհարկե Աստված ինքը ցույց տվեց Ծննդոցում, Ծննդոց 3:21, և Եհովա Աստվածը Ադամի և նրա կնոջ համար կաշվից հանդերձներ շինեց և հագցրեց նրանց։ Այստեղ չի ասում, որ ինչ-որ մի կենդանի է զոհաբերվել, բայց մենք գիտենք, այդ կաշին որտեղից եկավ, անպայման մի անմեղ կենդանի Տերը զոհեց, նրա արյունը թափեց, որպեսզի Եվայի և Ադամի մեղքերը փակի։ Ուրեմն այս բոլոր 5 զոհաբերություններն էլ ամբողջական ցույց են տալիս, թե ինչ է նշանակում Աստծո հետ քայլել։ Եվ այս 5 զոհաբերություններն էլ մեզ տանում են մի մեծ զոհաբերության, մեզ տանում են ցույց են տալիս Հիսուս Քրիստոսին։ Հիսուսը մեզ համար ողջակեզի զոհն է, իրեն ամբողջովին անմնացորդ տվեց մեզ համար, օղիր դարձավ։ Հիսուսը մեզ համար հացի զոհն էր, Աստծո կամքը կատարելով գոհացրեց Աստծուն, իր ապրած կատարյալ կյանքով ինքը Աստծուն անուշահոտ զոհաբերություն էր։ Երրորդը Հիսուսը մեզ համար խաղաղության զոհն է, մեր և Աստծո հետ և ինքներս մեր մեջ, մեզ հաշտեցրեց ինքը։ Չորրորդը Հիսուսը մեղքի զոհն է, իր վրա վերցրեց մեր բոլոր մեղքերը և մաքրեց իր անարատ արյունով։ Ղևտականը Աստծուն հասկանալու բանալին է, այն պատասխանում է, թե ինչպես կարելի է ապրել Աստծո ներկայության մեջ։ Ուրեմն Մովսեսին օրենքները տալուց հետո Աստված հրամայեց, որպեսզի Ահարոնի ցեղը քահանայական ցեղ օծվի և նրանք ծառայեն Աստծուն։ Ուրեմն և պետք է դառնային միջնորդ Աստծու և ասենք մեղավոր ժողովրդի միջև։ Ուրեմն Ղևտական 8-րդ գլխի 6-ից 13-ը պետք է կարդանք, որ տեսնենք, թե ինչպես էր Մովսեսը, որտեղ շատ կարևոր է այդ Ահարոնի օծությունը, նրանց քահանապետությունը։ Եվ Մովսեսը մոտեցրեց Ահարոնին և նրա որդկանցը և ջրով լվացավ նրանց և հագցրեց նրան շապիկը և նրա մեջ կկապեց գոտին և պատմուճանը հագցրեց նրան և
Եփուդը նրա վրա գցեց եւ Եփուդի ժապավենովը գոտեպնդեց նրան եւ նրանով զգեստավորեց նրան։ Նայեք ինչ տարբեր ասենք բաներ, որ շատ պարտադիր է որ լինի եւ լանջապանակը նրա վրա դրավ եւ լանջապանակին անցկացրեց Ուրիմը եւ Փուրիմը եւ խույրը նրա գլխին դրեց եւ խույրի վրա դրավ նրա առաջի կողմից ոսկի թիթեղը, այսինքն սուրբ պսակը, ինչպես որ Եհովան Մովսեսին պատվիրել էր։ Եվ Մովսեսն առավ օծման յուղը եւ օծեց խորանը եւ բոլոր նրա մեջին նորածները, եղածները եւ սրբեց նրանց։ Եվ սրսկեց նրանից սեղանի վրա 7 անգամ եւ օծեց սեղանը եւ նրա բոլոր գործիքները եւ ավազանը եւ նրա խարիսխը նրանց սրբելու համար։ Եվ թափեց օծման յուղից Ահարոնի գլխի վրա եւ օծեց նրան սրբելու համար եւ Մովսեսը մոտեցրեց Ահարոնի որդիներին եւ շապիկներ հագցրեց նրանց մեջքերին գոտի կապեց եւ նրանց գլխին ապարոշներ փաթաթեց, ինչպես որ Եհովան Մովսեսին պատվիրել էր։ Ուրեմն սրանից հետո մի հատված կա, որ ես ուզում եմ ձեզ պատմել, Մովսեսը, թե ինչպես Աստված իրեն պատվիրել էր, այնպես էլ ասենք Ահարոնին բացատրեց ինչպես պիտի լինի այս ողջակեզը եւ ցույց էր տալի, առաջ բերեց ողջակեզի խոյը Մովսեսը Ահարոնին եւ իր որդիներին եւ նրանք իրեն ձեռքերը դրեցին այդ խոյի վրա եւ Մովսեսը մորթեց այն ողջակեզ մատուցեց Տիրոջը։ Հետո բերեցին երկրորդ խոյը, սա կոչվում էր ձեռք նվիրագործության։ Եվ նորից Ահարոնը եւ իր որդիները ձեռքերը դրեցին այդ խոյի վրա, Մովսեսը մորթեց այն, արունը քսեց Ահարոնի եւ իր որդիների ականջի բլթակին, աջ ձեռքի բութ մատին եւ աջ ոտքի բութ մատին։ Ուրեմն սա նշանակում էր, որ ականջի բլթակին քսելով պետք է ուշադիր լսեն Աստծո պատվիրանները։ Եվ երկրորդը ձեռքի բութ մատին, այսինքն իրենք պետք է կատարեն Աստծո կամքը։ Իսկ ոտքի բութ մատին քայլեն սրբության մեջ։ Ամեն ինչը մի նշանակություն ուներ։ Մովսեսը պատվիրեց միսը եփել ժողովի վրանի առջև եւ այնտեղ էլ ուտել, որից հետո Ահարոնը եւ իր որդիները 7 օր պետք է մնային գիշեր եւ ցերեկ տապանակի դռան առջև։ Եվ 7 օրից հետո երբ որ այն լրանար, դա կոչվում էր նվիրագործության օրեր։ 7 օրից հետո 8-րդ օրը նոր իրանք իրավունք ունեին զոհաբերություն մատուցել եւ միջնորդ հանդիսանալ ժողովրդի ու Աստծու միջև։ Իհարկե սրանք կոծվեցին եւ շատ կարեւոր ու շատ պատվավոր մի գործ էր, բայց դրա մեջ իհարկե խնդրեմ կար։ Մենք այդ առաջին դժվարությունը տեսնում ենք 10-րդ գլխում, որ Ահարոնի որդիների Նադաբի եւ Աբիուդի պատմության մեջ, ուրեմն 11-ից 3-ը գրված է եւ Ահարոնի որդիքը Նադաբն ու Աբիուդը ամեն մեկն իր բուրվարն առավ եւ նրանց մեջ կրակ դրին եւ վրան խունկ դրին եւ Եհովայի առաջին օտար կրակ մատուցեցին, որ ինքը չէր պատվիրել նրանց։ Հիմա մեծ Սուրբ Գիրքը այս մեծ բացատրություն չի տալիս, թե ինչ օտար կրակ դրեցին Նադաբն ու Աբիուդը, սակայն Աստծու արջևից, խորանի արջևից կրակ դուրս եկավ եւ երկուսն էլ տեղում մահացան։ Մեզ մի բան պարզ է, որ իրենք չէին հետևել Աստծու տրված հրահանգներին եւ ամեն ինչ փորձել էին անել իրենց գիտակցությամբ, շարժվել էին իրենց գիտակցությամբ։ Մենք չենք կարող մտնել Աստծո ներկայության մեջ, ինչպես որ մենք ենք մտածում, զգում, որ լավ կլինի, մենք պետք է միշտ հետևենք Աստծո հրահանգներին, օրենքներին, ինչպես որ Աստված է ցանկանում։ Այսօր մենք չունենք քահանայություն, չունենք քահանայապետ, մեր քահանայապետը Հիսուս Քրիստոսն է, որը երբեք չի սխալվում։ 11-րդ գլխում խոսվում է արդեն որ կենթանիներն են մաքուր կամ անմաքուր, որ կարելի է ուտել կամ չուտել,
Ցամաքային կենդանիներից պետք է լինի կճղակավոր, կճղակը ճեղքված եւ որոճացող։ Հիմա այս երկու պայմաններն էլ շատ կարեւոր են։ Եթե սրանցից մեկը կամ մյուսը չկա, ուրեմն նորից անմաքուր են։ Այսինքն կարող է խոսքի օրինակ վերցնենք ուխտը եւ նապաստակը։ Ուխտը եւ նապաստակը երկուսն էլ որոճացող են, բայց կճղակավոր չեն։ Կամ խոզը կճղակավոր է, բայց որոճացող չի։ Սրանք բոլորն էլ անմաքուր են, պետք է երկու պայմաններ լինի, որպեսզի մաքուր կենդանի լինեն։ Ծովային կենդանիները շատ պարզեր, ովքեր որ կենդանիները որ թեփուկ ունեն եւ լողակ ունեն, դրանք կարելի է ուտել, մնացածը անմաքուր են, իսկ թռչունների, օդային կենդանիների Աստված մի ցանկ էր ներկայացրել։ Բոլոր գիշատից թռչունները դու չես կարող մոտենալ, որովհետև դրանք մոտենում են սատկած կենդանիների, իսկ երբ որ դու մահվան ես մոտենում, դա անմաքուր է։ Ինչին որ մոտենաս մահացած, անմաքուր է եւ չես կարող մոտենալ դրան։ Հիմա այս ուտելիքներից հրաժարվելը իսրայելցիների համար հոգևոր դաս էր։ Այսինքն մենք նայում ենք, թե ինչ պետք էր, որ այսքան այս կենդանին կարող ես ուտել, նա չես կարող ուտել, բայց սա իսրայելցիների համար հոգևոր դաս էր։ Ամեն ուտելիքին ձեռք տալուց իսրայելացիները հիշում էին, որ իրենք ընտրված ազգ են, որ իրենք չեն կարող կողքի հարևան ազգերի պես ապրել եւ նրանց բարքերը, իրենք պետք է անպայման մաքրված լինեն։ Ղևտական 12-րդ գլուխը խոսում է որդեծնությունից հետո կանանց մաքրվելու մասին։ Չնայած որ ծննդաբերությունը Աստծո համար իհարկե սրբություն էր, սակայն երբ որ արյուն էր թափվում, հին ժամանակներում արյունը կենդանության նշան է, իսկ երբ որ արյունը դուրս է գալիս մարդու միջից, դա արդեն մահվան նշան է։ Դրա համար երբ որ արյուն էր թափվում, դա անմաքուր էր։ Այս մարդուն պետք է հեռացնեին հասարակությունից եւ որոշ ժամանակի համար ինքը պետք է կտրված լիներ հասարակությունից։ Հիմա երբ որ կինը ծննդաբերում էր տղա արարած, երբ որ տղա էր ուրեմն 7 օր մնում էր առանձնացված, 8-րդ օրը այս տղային թլփատում էին, հետո 33 օր կինը պետք է հասարակությունից առանձնացված մնար, որ ինքը համարվեր ամբողջովին մաքրված։ Իսկ եթե աղջիկ էր ծննդաբերում, 2 շաբաթ առանձնացված եւ դրանից հետո էլ 66 օր այո, կրկնակին հասարակությունից այո, պետք է դուրս մնար։ Ղևտական 13-14-ում խոսվում է տարբեր տեսակի մաշկային հիվանդությունների, բորոտությունների, մաշկի վրա պալարների, բշտիկների, վարակիչ հիվանդությունների, այս բոլորի մասին, կամ ասենք մարդկանց հեղուկների, մարդկային արտաքին, ասենք հեղուկների արտադրության մասին։ Հիմա ինչու համար էր Աստված այսքան հետաքրքրված մարդկանց դիետայով կամ հիգիենայով։ Սրանք հասկանալու համար նորից պետք է հասկանանք անապատի մեջ Իսրայելի բանակատեղի մասին։ Նայեք, սա կարծես մի արեգակնային համակարգ լիներ։ Աստծո սուրբ վրանը մեջտեղում, մնացած բոլոր իսրայելական վրանները շրջապատել էին Աստծո վրանը։ Որքան դու մոտ էիր սուրբ վրանին, այնքան քո դիրքը բարձր էր եւ իհարկե ստանդարտն էլ հոգեվոր լինելու, մաքուր լինելու ավելի բարձր պետք է լիներ։ Եվ պատկերացրեք այս միջավայրում, եթե մի հատ վարակ, մի բան հանգարց լիներ, ամբողջ հասարակությունը կարող էր միանգամից վարակվել եւ դրա համար Աստված ամեն ինչ անում էր, որպեսզի հեռու պահի այդպիսի ասենք դեպքերից եւ մարդիկ մաքուր մնան։ Պարտադիր չէր, որ մարդը մեղք գործեր, որ համարվեր անմաքուր, ինքը պարզապես կարող էր ինչ-որ մահացածի ներկայության մեջ լիներ, նա անմաքուր էր եւ պետք է որոշ ժամանակի համար հասարակությունից ինքը արտաքսվեր։ Հիմա այս բոլոր օրենքները ոչ թե Աստծո կողմից ասենք ծանրություն կամ պատիժ բերելու համար էին իսրայելցի ժողովրդի համար, այլ իրենց պաշտպանելու հրահանգներ էին։ Ղևտական 19-ի 2-րդում ասում է. խոսիր Իսրայելի որդիների, Աստված է ասում Մովսեսին, խոսիր Իսրայելի որդիների բոլոր ժողովքի հետ եւ ասիր նրանց. դուք սուրբ եղեք, որովհետեւ ես ձեր Եհովա Աստվածը սուրբ եմ։ Բոլոր օրենքները, որ տալիս էր Աստված, որպեսզի ժողովրդին մաքրի, իրենք էլ սրբվեն, որ կարողանան Աստծո ներկայության մեջ
ապրելու։ Նոր կտակարանում առաջի Պետրոս 1:15-16-ը նույն բանն է։ Այլ ձեզ կանչող Սուրբին պես դուք էլ սուրբ եղեք ձեր բոլոր վարքերումը, որովհետև գրված է. Սուրբ եղեք, որ ես սուրբ եմ։ Այս օրենքները պահելը իսրայելացիներին ամեն օր հիշեցնում էր, որ իրենք Աստծու կողմից առանձնացված ընտրված ժողովուրդ են եւ իրենք տարբերվում են իրենց շրջապատի բոլոր ազգերից, կռապաշտ ժողովուրդներից։ Սակայն սեռական հարաբերությունների մասին իհարկե Աստված խոսում է նույնպես եւ նա ասում է, որ ես ձեզ դուրս եմ մերել Եգիպտոսից եւ չեմ ուզում, որ դուք վարվեք ինչպես որ Եգիպտոսում էին վարվում եւ ես ձեզ տանում եմ Քանանի երկիրը եւ ձեր արչեվից այս բոլոր ազգերին վռնդում եմ, արտաքսում եմ եւ չեմ ուզում, որ դուք սրանց վարքերի պես վարք ունենաք։ Ուզում եմ, որ մաքրված լինի, ոչ մեկին չհետևի։ Այն օրենքները, որ Աստված տվել էր Մովսեսին, որպեսզի Իսրայելը հետևեր, իսրայելացիները այդ օրենքների վրա ավելացրեցին հարյուրավոր ավելի օրենքներ։ Հիմա ի՞նչն էր պատճառը։ Աստծո տված օրենքները, որպեսզի իրենք կարողանան 100%-անով պահեն, որովհետև եթե մեկ օրենք անգամ դու չկատարեցիր, ուրեմն ամբողջ օրենքները դու մերժել ես։ Որպեսզի իրենք այնպես անեն, որ ամեն մի օրենքը հանկարծ այնպես չլինի, որ պատահաբար առանց իմանալու խախտեն, իրենք այդ օրենքների վրա ուրիշ կանոններ ու օրենքներ ավելացրեցին։ Խոսքը օրինակ վերցնենք, ասենք հանգստյան օրը, 7-րդ օրը պիտի հանգստանան։ Այդ օրը իրենք իրավունք չունեն ոչ մի բան անելու։ Հիմա իսրայելացիները չէին կարող ամբողջ օրը տեղաշորի մեջ պարկել ու չշարժվել, որ հանկարծ մի սխալ քայլ չանենք։ Իրենք սկսեցին օրենքներ դնել, քանի քայլ դու պիտի անես, որ չհամարվի գործ արած։ Եվ իրենց ամեն ինչը պիտի տեղավորվեր այդքան, ասենք եթե 8 քայլից հետո արդեն աշխատանք է, ամեն ինչը պիտի տեղավորացնեին 7 քայլի մեջ, որ հանկարծ այնց չլիներ, որ սխալ բան արած լինեին։ Եվ այս բոլոր օրենքները հասան 613-ի։ 613 օրենք դարձավ։ Հիմա պատկերացրեք իսրայելացին առավոտը վեր է կենում եւ սկսում է նայել իր քայլերը այդ ամբողջ օրվա համար ծրագրեր, ինքը ինչ պիտի անի, որ հանկարծ մի սխալ բան չանի, որ հետեւի այդ 613-ին։ Իսկ երեկոյան քնելուց առաջ ինքը պետք է իմի բերի իր ամբողջ այդ օրվա արածները ու տեսնի արդյոք մի բան սխալ է արել, մեղք գործել է, թե ոչ։ Միշտ էլ պակաս էին մնում, իրենք միշտ էլ մեղավոր էին։ Մեր ժամանակներում այսօր մենք չենք հետևում ոչ այս օրենքներին, մենք, որովհետև Հիսուսը բոլոր կատարեց այս օրենքները, նա բոլորը լրացրել է մեր համար։ Նա դիպչում էր բորոտներին եւ փոխանակի ինքը վարակվեր բորոտությամբ, բորոտները մաքրվում էին։ Հիսուսը կյանքի աղբյուր էր, նա շրջում էր ամեն տեսակի մահվան ուժը։ Սակայն գաղափարը ներկայիս համար, մեր համար նույնն է, մենք պետք է մեզ հեռու պահենք հոգևոր մահից, այսինքն մեղքից, ատելությունից, նախանձից։ 613-ի պետքությունը չունենք։ Ղևտականը մեզ ցույց է տալիս, որ մեր սուրբ լինելը կարևոր է, որովհետև մեր Տեր Աստվածը որոշել է ապրել մեր հետ եւ մեր մեջ։ 16-րդ գլխում մենք կարդում ենք Իսրայելի ամենասարսափելի օրվա մասին։ Սա քավության օրն էր, որ իրենք ասում են Յամ Կիպուր։ Ահարոնը պետք է պատրաստվեր, վերցներ մեկ խոյ ողջակեզի համար եւ 2 նոխազ այց։ Միայն այդ օրը տարվա մեջ մեկ անգամ քահանայապետը կարող էր մտնել վարակույրի մյուս կողմը, որտեղ Աստծո տապանակն էր։ Ուրեմն առաջի հերթին Ահարոնը պետք է վերցներ այդ ողջակեզը մատուցեր իր եւ իր ընտանիքի ամբողջ տարվա կատարած մեղքերի համար։ Ապա նա բերում էր այդ 2 նոխազները եւ տապանակի դռան առաջ ու ամբողջ ժողովրդի ներկայությամբ նա վիճակ էր գցում։ Մեկ այցը ընկնում էր Աստծուն, մյուսը Ազազելին։ Ազազելը հրեական, ասեն հիբրույով նշանակում է Դևի անունն է։ Որ նոխազը որ Տիրոջ համար էր, այն մորթվում էր,
արյունը հավաքվում էր եւ Ահարոնը մտնում էր բարակույրից ներս եւ արյունը շաղ էր տալիս քավության վրա եւ քավության առջև։ Եվ երբ ինքը ներս էր մտնում, ինքը անպայման պետք է քաթանից պատրաստված շապիկ հագներ, ինքը չէր կարող իր ամբողջ այդ թագավորական քահանապետի շորերով մտնել տապանակի մոտ։ Եվ ինքը շաղ էր տալիս զոհասեղանին արյունը, ապա նա դուրս էր գալիս տիրոջ զոհասեղանի առջևից եւ արյունը շաղ էր տալիս արտաքին գավթի վրա։ Նոխազի արյունը քսում էր զոհասեղանի եղջյուրներին եւ 7 անգամ արյունը շաղ էր տալիս սեղանի վրա։ Սրանով Իսրայելի ժողովրդին մաքրում էր եւ սրբացնում իր անցյալ տարվա բոլոր կատարած մեղքերից։ Դրանից հետո Ահարոնը Աստծու եւ ամբողջ ժողովրդի առաջ բերում էր երկրորդ նոխազը, որ ընկել էր Ազազելին։ Եվ Ահարոնը իր ձեռքերը դնում էր այդ նոխազի ճակատին եւ նրա վրա խոսում էր ամբողջ տարվա Իսրայելի կատարած մեղքերը։ Կարծես ամբողջ Իսրայելի մեղքերը փոխանցում էր այս կենթանու մեջ։ Եվ այդ կենթանուն մի որոշված անձնավորություն, արդեն անձնավորությունը որոշված էր, նա վերցնում էր եւ տանում էր հերավոր անմարդաբնակ մի անապատ ու բաց էր թողնում։ Իսրայելցիները պատկերացեք հետևից նայում էին թեթևանալով, որ իրենց մեղքերը այս կենթանու հետ գնացին անապատ եւ իրենք այդ տարվա համար մաքրվեցին։ Հիմա եթե հաջողակ օր էր այդ օրը, այն կենթանին, որ Աստծո համար էր մատաղարվել եւ դրված էր զոհասեղանի վրա, եթե Աստծո կողմից կրակը դուրս գար եւ այն այրեր, նշանակում էր Աստված ընդունեց իրենց զոհը եւ 1 տարի եւս իրենց մեջ կմնա եւ այն ժամանակ իրենք ուրախ էին։ Ուրեմն երկու զվարակն էլ շատ կարեւոր դեր ունեն։ Առաջինը վճարում է մեղքի գինը։ Երկրորդը իր հետ տանում է ամբողջ տարվա մեղքը։ Ուրեմն մեկը մաքրում է, մյուսը հեռացնում։ Այս երկուսն էլ ճիշտ պատկերում են Հիսուս Քրիստոսին խաչի վրա։ Իր արյունը թափելով Հիսուսը մեզ մաքրում է մեր բոլոր մեղքերից։ Սակայն Հիսուսը նաև հանդիսանում է մեր Ազազելը, նա վերցնում է մեր բոլոր մեղքերը իր վրա եւ տանում է հեռու, հաղթելով մահվան ու դժոխքի ուժերին, հեռացնելով մեզանից մեր մեղքերը։ Սաղմոսի 103:12-ում մենք կարդում ենք. որքան որ արևելքը հեռու է արևմուտքից, այնքան նա հեռացրեց մեզանից մեր հանցանքները։ Սա վերաբերվում է Հիսուսին եւ մենք գիտենք արևելքը եւ արևմուտքը չեն հանդիպում իրար։ Անսահմանափակ իրարից հեռու են եւ այդքան հեռացրեց։ Հիմա փրկության գործը վերջնական է, պարտքը վճարված է, մեղքը վերացած, քավությունից հետո ամեն ինչ փոխվում է։ 17-ից 20 գլուխները շատ ժամանակ իրենք կոչվում են սրբության կոդ։ Սրբությունը միայն այն չէ, որ ասենք ինչ ծիսակատարություններ ես կատարում, օրենքներին ես հետևում, կիրառում ես այդ բոլոր օրենքները, նա նաև այն է, թե ինչպես ես դու վերաբերվում քո հարևանների հետ, քո հարազատների հետ, աղքատների հետ, օտարների հետ։ Աստված նաև դրել է այս օրենքները։ Ղևտական 19:18-ում գրված է. վրեժ չառնես եւ քո ժողովրդի որդիներին ողջ չպահես, այլ քո ընկերին սիրիր քո անձի պես, ես եմ Եհովան։ Աստված հատուկ նշում եւ հրահանգներ է տալիս սեռական հարաբերությունների մասին։ Աստված ուզում է, որ իր ժողովուրդը, Իսրայելի որդիները չհետևեն այն այլանդակություններին, որ իրենց շուրջ բոլոր ապրող բոլոր ժողովուրդներն են կատարում։ Աստված հորդորում է իր ժողովրդին հարգել ամուսնությունը եւ սեռական հարաբերությունները ընդունել որպես նվեր։ Աստված հրամայեց իր ժողովրդին, որ հոգ տանեն աղքատներին։ Ուրեմն, երբ օրենքներ դրես, երբ դու հնձում ես քո արտը, մինչև անկյունները մի հնձիր, անկյունների բաժինը դու թող աղքատների եւ օտարների համար։ Եվ ասենք խաղողի հավաքման ժամանակ մենք միշտ գիտենք, որ որոշ խաղող դեռ հասած չի լինում եւ այլն, նրանք թողում են իրենց
ծառերի վրա եւ երկրորդ անգամ իրավունք չունեին գնալու այդ մնացած խաղողը հավաքելու, այդ բոլորը մնալու էր աղքատների եւ օտարների համար։ Եվ սրանով Ղևտականը մեզ սովորեցնում է, որ մեր ուղղահայաց հարաբերությունները Աստծո հետ պետք է ուղղակի իր ազդեցությունը ունենա մեր հորիզոնական հարաբերություններին մեր հարևանների, բարեկամների, ինչպես ասեցի, աղքատների եւ օտարների հետ։ Ղևտական 23-րդ գլխում ասված նորից շրջում է ուղղությունը շեշտելով դեպի ազգը։ Եվ ինչու՞ չէ, ներկա ժամանակների համար նաև ամբողջ աշխարհի ազգերը։ Ուրեմն այստեղ կրոնական տոներ կան Իսրայելի եւ խոսում է կրոնական տոների մասին։ Նորից ես խնդրում եմ, որ ուշադիր եղեք այս կրոնական տոներին, որովհետեւ մենք նորից անդրադառնալու ենք այս տոներին։ Ուրեմն կրոնական տոները եբրայերենում բառը կոչվում էր աստվածային ժամադրություն կամ հանդիպման որոշված ժամանակ։ Սա ոչ միայն իսրայելական տոներ էին, որպեսզի ժողովուրդը լավ ժամանակ ունենա, այլ նաև ցույց էին տալիս այն մեծ իրադարձությունները, որ Աստծո պլանի մեջ են ապագայի համար։ Կան 7 կրոնական տոներ։ Ուրեմն Աստված ամեն մի տոնը քարտեզել է իր ճիշտ ժամանակի համար։ Սրանք բաժանվում են երկու մասի։ Գարնանային տոներ, որ 4-ն են, եւ աշնանային տոներ, որ 3-ն են։ Եվ այս երկուսը իրարից բաժանվում են երկարատև ամառային հունձքով։ Հիմա եթե մենք ուշադիր նայենք, մենք տեսնելու ենք, որ գարնանային 3 տոները ավարտվել են մեկ օրվա մեջ, որը արտահայտվում է Հիսուսի մահով, գերեզման դրվելով եւ հարություն առնելով։ Եվ 4-րդ տոնը գարնանային 50 օր հետո Սուրբ Հոգուն ուղարկելով։ Ես հիմա ձեզ ցույց եմ տալու, թե այս 4 տոները ոնց է հիանալի ձևով Հիսուսի առաջի գալստով փակվել։ Եթե Հիսուսի առաջի գալստով այս 4 օրերը, 4 տոնական օրերը գարնանային Հիսուսը լրացրել է, ուրեմն իմացեք 100%-ով ինքը հետ է գալու աշնանային տոները լրացնելու համար։ Ժամանակաշրջանը սկսվում է առաջի ամսվա 14-ին Զատիկից։ Հրեաների համար առաջի ամիսը ապրիլն էր։ Ապրիլի 14-ից։ Մենք գիտենք, որ իսրայելացիները դեռևս Եգիպտոսից ամեն տարի իրենք նշում են Զատիկը, այն օրը, որ անմեղ գառը մորթվեց եւ արյունը քսվեց իսրայելացիների դռների վրա, որպեսզի այդ մահվան հրեշտակը չմտնի եւ իսրայելացիները ազատ եղան այդ գառան արյունը քսվելով։ Եվ 1400 տարի մինչև Հիսուսի ծնվելը նրանք այդ գործողությունը կատարում էին, Զատիկը տոնում էին։ Նոր կտակարանում Հիսուսը խաչվեց Զատիկի նույն օրը։ Այդ նույն ժամանակ, երբ Եգիպտոսում մորթվեց գառը, Հիսուսը Աստծո անմեղ գառը արյունակամ էր լինում խաչի վրա, իր հետ տանելով աշխարհի մեղքերը։ Պողոս առաքյալը հաստատում է առաջի Կորինթացի 5-րդ գլխի 7-ում դեն գցեք հին խմորը, որ նոր զանգված լինեք, ինչպես որ անխմոր էր, որովհետև մեր Զատիկը մորթվեցավ մեզ համար, Քրիստոսը։ Պնդում է, որ Քրիստոսը մեր Զատիկն էր եւ իսրայելացիները տոնում են ամեն տարի։ Զատիկից անմիջապես հետո բաղարջակերած տոնն է։ Անթթխմոր հացի տոնը։ 7 օր ժողովուրդը իրենց տներից հանում են բոլոր թթխմորը։ Սուրբ գրքում թթխմորը համարվում է մեղք։ Այս տոնը մատնանշում էր Հիսուսի թաղումը, ինչպես որ հացահատիկի սերմը պետք է ընկնի հողի մեջ, որ ծիր տա, բազմանա, այնպես էլ Հիսուսի արդար մարմինը թաղվեց, նա անթթխմոր հացն էր, միակ մարդը, որ մեղք չուներ, միակ, որ զերծ էր մեղքից։ Զատիկից անմիջապես հետո գալիս է առաջի բերքի տոնը, որը տոնվում է շաբաթի մյուս օրը, այսինքն կիրակի օրը։
Եվ այդ օրը հողագործը բերում էր հացահատիկը, տալիս էր քահանային, քահանան այն թափահարում էր Աստծո տապանակի առաջ, ցույց տալով, որ սա առաջին բերքն է, եւ վստահեցնելով ու ապահովեցնելով, որ սրանից հետո մեծ բերքն է գալու։ Սա Հիսուսի համբարձման խորհրդանիշն է։ Հիսուսը առաջինն էր, որ համբարձվեց նույն օրը, Կիրակի օրը, ապահովեցնելով եւ խոստանալով, որ ով որ իրեն հավատա, իրենից հետո հարություն է առնելու, այսինքն մեծ բերքն է գալու իրենից հետո։ 50 օր առաջի բերքից հետո կոչվում էր Պենտեկոստե, դա ցորենի հավաքման վերջն էր։ Սա այն օրվա հիշատակն էր, երբ որ Աստված Մովսեսին տվեց օրենքները քարի տապանակի վրա, եւ երբ որ Մովսեսը իջավ Սինա լեռից ու տեսավ, որ ժողովուրդը այդ ոսկե հորթն է պատրաստել, շատ բարկացավ, եւ այդ ժամանակ մենք գիտենք, որ ժողովուրդը բաժանվեց երկու մասի, Մովսեսի հարակիցները, որ Աստծու կողմն էին, եւ հակառակորդները, եւ եղբայրասպան պատերազմ տեղի ունեցավ այդտեղ, 3000 հոգի այդ օրը մահացան։ Նոր կտակարանում այդ նույն օրը, Պենտեկոստեի օրը, Պետրոսի քարոզի ժամանակ Սուրբ Հոգին իջավ մարդկանց վրա եւ 3000 հոգի մկրտվեցին Սուրբ Հոգով հավիտենական կյանք ստանալով։ Այն ժամանակ, երբ օրենքները գրված էին քարի վրա, 3000 հոգի մահացան։ Եվ ահա հիմա Սուրբ Հոգու միջոցով, երբ որ օրենքները գրվեց մարդկանց սրտերի մեջ, նրանք հավիտենական կյանք ունեցան։ Ուրեմն ղևտական օրացույցում, իրանց օրացույցերում Պենտեկոստեից հետո դադար է, երկար դադար է, տոնական օրեր չկան։ Սա ներկայացնում է եկեղեցու ժամանակաշրջանը։ Սրանք մեր ապրած ժամանակաշրջանն են ամռան հունձքի, երբ եկեղեցին փորձում է հավաքել անհավատներին։ Եվ այստեղ ղևտականը մեզ ասում է, որ հրեական օրացույցը չի վերջացել։ Սա ամենակարևոր եւ ուրախալի լուրն է, որ օրացույցը չի վերջացել, որովհետեւ մենք տեսանք, որ Հիսուս այն բոլոր 4 օրենք բաները, տոները ինքը արդեն ավարտեց, կատարեց եւ հիմա եկեղեցու ժամանակաշրջանից հետո օրացույցը չի վերջացել եւ գալիս են աշնանային տոները։ Հաջորդ իրադարձությունը փող հնչեցնելու տոնն է։ Աստծո հրամանով հրեաները բերքահավաքի վերջում փողեր են հնչեցնում, որ սա նշանակում է դադարեցնել ամեն տեսակի գործողություն, ամեն տեսակի հունձք եւ բոլորը հավաքվեք Աստծո տապանակի մոտ ուրախանալու համար։ Բերքահավաքը վերջացել է։ Ըստ աստվածաբանների գտնում են, որ սա հափշտակման ժամանակն է։ Շեփորների փչելուց հետո Հիսուսի վերադարձի օրն է։ Առաջի Կորինթացի 15:52-ում Պողոս առաքյալն ասում է. հանկած մի ակնթարթում հետին փողի ժամանակին, որովհետև փողը կփչվի եւ մեռելները հարություն կառնեն անապականելի եւ մենք կփոխվենք։ Պողոս առաքյալը իր խոսքի մեջ ապացուցում է, որ այդ փողերի հնչման ժամանակ մինչև անգամ երբ որ Հիսուսը եկավ, մինչև անգամ մահացածները պիտի հարություն առնեն եւ մենք պիտի բարձրանանք Հիսուսի հետ։ Ըստ վերջին շեփորն է, որ հավաքում է Հիսուսի եկեղեցին եւ նաեւ մեռած հավատացյալներին գերեզմաններից հանում, որոնք բարձրանում են Տիրոջ մոտ։ 10 օր շեփորների փչելուց հետո խավության տոնն է։ Լսեք, թե ինչ է ասել, ինչ է գրել Զաքարիա մարգարեն Հիսուսի ծնվելուց 500 տարի առաջ։ Զաքարիա 12:10 Եվ պիտի թափեմ, սա Աստված է ասում Զաքարիային, եւ պիտի թափեմ Դավիթի տան վրա եւ Երուսաղեմումը բնակողի վրա, շնորհքի եւ աղոթքի հոգին, եւ նրանք պիտի մտիկ տան ինձ,
որին խոցեցին եւ սուկ պիտի անեն նրա վրա միամորի սուկի պես։ Ես պիտի ցավեմ նրա վրա, ինչպես որ Անդրանիկի վրա կցավեն։ Գրված է Հիսուսի մասին։ 500 տարի Հիսուսի ծնվելուց առաջ Զաքարիա մարգարեն։ Քավության օրը պետք է լինի այն օրը, որ Իսրայելի մնացորդները կճանաչեն Հիսուս Քրիստոսին որպես Մեսայա, որպես իրենց փրկիչը։ Եվ նույն բանը Ղևտական 23-ի 31-32-ում կարող ենք կարդալ, ոչ մի այս օրենքի բանի համար, տոնի համար, ոչ մի գործ պիտի չգործեք։ Սա ձեր ազգերի մեջ ձեր բոլոր բնակարաններումը հավիտենական կանոն լինի։ Այս ձեզ համար հանգստության շաբաթ լինի եւ ձեր անունները պիտի խոնարեցնեք ամառվա 9-ի իրիկունը ձեր շաբաթը պահեք իրիկունից մինչև իրիկուն։ Մեկ ամբողջ օր պետք է գործ չանեք եւ տոնեք։ Սա ուրեմն վերջապես օրացույցը ավարտվում է երրորդ տոնը, տաղավարած տոնն է։ Ուրեմն Իսրայելի մեջ սա տարվա ամենաուրախ տոնակատարությունն է։ Հին ժամանակ ժողովուրդները բոլորը դուրս էին գալիս իրանց վրաններից, հավաքվում էին Աստծո վրանի մոտ եւ մեծ խնջույք կազմակերպում, ուրախանում, ապարում էին այդ տարածության մեջ։ Մեր ժամանակների համար սա լինելու է, երբ որ Քրիստոսի եկեղեցին արդեն բարձացել է վեր, եւ սա Գառնուկի ամենատոնական օրն է, որտեղ ուրախությունը, հրճվանքը ոչ մի անգամ չի վերջանում։ Դու լինում ես Աստծո ներկայության մեջ։ Ամբողջ 23-րդ գլուխը ոչ թե հողագործների համար, ասենք, մի ցուցակ է, որ հետագայում իրենք ինչ են անելու, հավաքելու են, հունձքը եւ այլն տոն են անելու, այլ սա Աստծո գերագույն պլանն է ամբողջ մարդկության համար։ Աստված երբեք չի ուշանում եւ մեզ ցույց է տալիս, որ ինչպես Հիսուսը իր առաջին գալստյանը իրականացրեց գարնանային 4 տոները, նույնպես էլ վստահաբար վերադառնալու է, որ իրականացնի վերջին աշնանային 3 տոները։ Մենք հիմա ապրում ենք սպասման հունձքի ժամանակաշրջանում, սպասում ենք շեփորների հնչելուն ձայնին։ Ղևտականը այստեղ մի փոքր էլ առաջ է գնում Աստծո արդարությունը ցույց տալու համար։ 25-րդ գլխում խոսում է 7-րդ տարվա մասին։ Ղևտական 25-ի 2-ից 4-ը ասում է. «Խոսիր Իսրայելի որդանց հետ եւ ասա նրանց. երբ որ այն երկիրը մտնեք, որ ես ձեզ պիտի տամ, թող այն երկիրը հանգստության շաբաթ պահե Եհովայի համար։ 6 տարի քո արտը վարես եւ քո այգին 6 տարի հոտես եւ նրա արդյունքները ժողովես։ Եվ բայց 7-րդ տարին երկրի համար հանգստության շաբաթ, այսինքն Եհովայի համար շաբաթ լինի։ Քո արտը պիտի չվարես եւ քո այգին պիտի չխոտես։ Պատկերացրեք, թե հողագործը ինչպիսի վստահություն պետք է ունենա Աստծո վրա, որ ասենք մի ամբողջ տարի ինքը ոչ հնձելու է, ոչ քաղելու է եւ ինքը սոված չի մնալու, բայց Աստված ասում է, որ 6-րդ տարում 3 տարվա պաշար եմ տալու ձեզ, 7-րդ տարին դուք պետք է ոչինչ չանեք եւ վստահ լինեք։ Սա ցույց է տալիս, որ Աստված է Տերը ամեն ինչի եւ մենք միայն ծառայողներ ու վարձակալներ ենք։ Հոբելյանական տարի, ուրեմն 7 անգամ 7 տարի, 49 տարի, հաջորդ տարին 50-րդ տարին Իսրայելի համար հոբելյանական տարի է։ Ուրեմն հին ժամանակներում շատերը, որ դժվարությունների մեջ էին, չէին կարողանում իրենց ընտանիքը պահել, իրենք վաճառում էին իրենց հողը, իրենք վաճառում էին իրենց տները, շատ ժամանակ նույնիսկ իրենց էին ստրկության տալիս, որպեսզի կարողանան ընտանիքը պահեն։ Ուրեմն 50-րդ տարում Աստված օրենք էր դրել, որ ամեն 50-րդ տարին բոլոր վաճառված հողերը ետ են վերադառնում իրենց տերերին, բոլոր տները ետ են վերադառնում իրենց տերերին, եւ ստրուկներին ազատ են արձակում։ Չէ՞ որ Իսրայելի 12 ցեղերը ամեն մեկը իրենց հողատարածությունները ստացան Աստծուց, իրենց տները
Աստված այնպես էր անում, որ ոչ մի ցեղ չկորցնի իր ունեցած տարածքը եւ ոչ մի հարուստ չկարողանա վերցնել ամեն ինչ եւ աղքատներին հավիտյան պահել աղքատության մեջ։ Հիսուսը խոսեց այստեղ նաեւ Եսայի մարգարեության մասին, ուրեմն Եսային այս տարվա հոբելյանական տարվա համար գրել էր Եսայի մարգարեի 61-ի 1-ից 2-ը Տեր Յոհովայի հոգին ինձ վրա է, ըստ որում Տերը օծել է ինձ, նա ուղարկել է ինձ աղքատներին ավետիք տալու, կոտրած սիրտ ունեցողներին բժշկելու, գերիներին ազատություն հրատարակելու եւ կապանքներին արձակում։ Տիրոջ համար հրատարակելու ընդունելու տարին եւ վրեժ խնդրության օրը մեր Աստծո համար բոլոր սքավորներին մխիթարելու համար։ Եվ նոր կտակարարում էլ Ղուկասում Հիսուսն է խոսում 4 գլխի 16-ից 21-ը եւ եկավ Նազարեթ 8 օր մեծացել էր ուր որ մեծացել էր եւ իր սովորության պես շաբաթ օրը ժողովարանը մտավ եւ կանգնեց որ կարդա եւ Եսայի մարգարեի գիրքը տվին նրան եւ երբ որ գիրքը բացավ այն տեղը գտավ ուր գրված էր Տիրոջ հոգին ինձ վրա է, որի համար էլ օծեց ինձ, նա ինձ ուղարկել է աղքատներին ավետարանելու, սրտով կոտրվածներին բժշկելու, գերիներին թողություն քարոզելու եւ կույրերին տեսություն, հալածվածներին արձակելու, ազատելով Տիրոջ ընդունելի տարին քարոզելու Ավետարանը հենց ինքը գերագույն հոբելյանն է։ Մենք պարտքի մեջ էինք, որ երբեք չէինք կարող այդ պարտքի տակից դուրս գալ, վճարել, Հիսուսը մեզ ազատեց, վճարեց մեր բոլոր պարտքերը։ Նա վերականգնեց մեր ժառանգությունը դրախտում ապրելու։ Ղևտական 26-ում Աստված երկու հնարավորություն է տալիս մարդկությանը։ Եթե հնազանդվես եւ քայլես իր ճանապարհներով, կստանաս բոլոր օրհնությունները։ Ղևտական 26-ի 3-6-ում ասում է. Եթե իմ կանոններով գնաք, ես իմ պատվիրանները եւ իմ պատվիրանները պահեք, ես նրանց գործ դնեք։ Ես էլ ձեր անձրևներից կտամ իրենց ժամանակներին եւ երկիրն իր արդյունքը կտա եւ դաշտի ծառերն իրենց պտուղը կտան։ Ես ձեր կալը կհասնե մինչև այգեկութը եւ այգեկութը մինչև վարելու ժամանակը կհասնե եւ ձեր հացը կուշտ կուտեք եւ ձեր երկրի մեջ ապահովությամբ կբնակվեք եւ ես խաղաղություն կտամ երկրին եւ հանգիստ կպարկեք եւ մի վախենալ չի լինի վախեցնող չի լինի եւ ես կվերջացնեմ երկրիցը չար գազաններին եւ ձեր երկիրը սուր չի անցնի ես անգամ ես իմ գիրքն եմ բերելու իսկ եթե մերժես իր օրենքները եւ չհնազանդվես հետևանքները սարսափելի են Ղևտական 26-ի 16-ից 18-ում ասում է Եվ սա կանեմ ձեզ ձեր վրա կուղարկեմ տագնապ եւ ծիրական ախտը եւ տենդը որ աչք են փչացնում եւ հոգի մաշում եւ ձեր սերմը դատակ տեղը կսերմեք որովհետեւ ձեր թշնամիները կուտեն նրան ես իմ երեսը ձեր վրա կդարձնեմ եւ ձեր թշնամիների առաջին կսպանվիք եւ ձեզ ատողները կիշխեն ձեզ վրա եւ կփախչեք առանց մեկը ձեզ հալածելու եւ եթե մինչեւ այսքանը ինձ չլսեք այն ժամանակ ձեր մեղքերի համար ձեզ 7 կպատժեմ Ղևտական վերջի գլուխը 27-ը օրենքներն են ներկայացնում Աստծո տրվելիք նվերների համար այն մեզ սովորեցնում է ոչ միայն հարգել եւ ասենք մեր Տեր Աստծուն, այլ նաեւ չմոռանալ մեր ուխտը Աստծուն եւ մեկս մյուսի հանդեպ։
Ինչպես որ 5 կտակարանում հարյուրավոր օրենքներ էին գրված կատարելու, զոհեր մատուցելու, որպեսզի Աստծուն մոտենանք, մեր օրերի համար էլ մենք պետքություն չունենք կենդանի զոհաբերելու կամ օրենքների հետևելու, որովհետև Հիսուսը իր զոհաբերությամբ ծածկել է այս բոլորը, սակայն Աստծու պահանջն է, որ մենք հավատանք, որ իր միածին որդին եւ իր միջոցով կարող ենք մոտենալ իրեն եւ հարաբերություն ունենալ իրեն հետ։ Ես այսքանն էի պատրաստել ձեզ համար։ Հիմա խնդրում եմ բոլորդ ոտքի կանգնեք, մի վերջին աղոթքով վերջացնենք մեր այսօրվա պատգամը։